Մեկնարկել է խորհրդարանի արտահայտությունը։ İkinci Qarabağ müharibəsindən sonra hələ də özünə gələ bilməyən Ermənistanda bugün növbədənkənar parlament seçkiləri Bugün Ermənistanda növbədənkənar parlament seçkiləri keçirilir. Səsvermə yerli vaxtda saat 8-də başlayır. 4 blok və 21 partiya olmaqla 25 siyasi qüvvə iştirak edir. Ölkə üzrə mövcud olan 2008 seçki məntəqəsindən 479-u paytaxt Yerevandadır. Թույլ կտակ, պարոն Վարչապետ։ Թույլ կտակ, մենք դուք հաղթել եք։ Սալյուտ խփենք, թույլ կտակ։ Սալյուտ խփեք։ Քանի բացահայտումներ, մեղադրանքներ, պատերազմ, զոհեր։ Իր ժողովուրդը թքած ունի, սիրում է ինձ ու վերջ։ Ու գիտես ինչի։ Ավելի ճիշտ գիտես խի։ Որովհետև մենք նույնն ենք։ Ժողովուրդը ես եմ։ Շնորհակալ եմ, որ հետ պահեցիք ինձ ընտրություններին մասնակցելուց, պարոն նախագահ։ Գիտես, նա թույլ ու քայքայված էր, իսկ ընտրությունները նրան նորից դարձրեցին լկտի, ուժեղ, ցինիկ։ Ընտրությունների գնալը նվեր էր նրան։ Հիմա պետք է սկսել զրոյից։ Ես պատրաստ եմ։ Ծով համբերություն ունեմ։ Նա գիտեմ։ Ձեր այսքան զուսպ ու հավասարակշռված լինելը, դե դա կապ ունի նրա յուրահատուկ խառնվածքի հետ։ Ալիսա, խառնվածքը կապ չունի։ Հարցն այն է, արդյոք մարդը կարողանում է դիմացինի կյանքը վերածել տոնի, թե ոչ։ Նա կարողանում էր։ Ու ես միշտ վերադառնում էի նրա մոտ, որովհետև հենց նա էր այդ տոնը։ Բարի ծառայություն։ 15 հոգուց մնացիք դուք։ Ալիսա, իշխանափոխության հնարավորություն այլևս չկա։ Մեր գործն անիմաստ է։ Ինձնից մի նեղացեք։ Ներեցեք ձեզ վատ եք զգում։ Ամեն ուրեք հրավառություն է։ Ու չգիտեմ տղայիս ինչ ասեմ։ Ինչի համար։ Այսօր ցերեկ ամուսնուս հողարկավորություն էր Եռաբլուրում։ Կես տարի դնութեին էինք սպասում։ Լավ մնացեք։
Քո նման դրամատրություններ վերլուծող չունեմ։ Քո նման ծրագրավորող ոչ ոք չունի։ Արտակ, ես գիտեմ, ուսերից շատ բան կա։ Ֆինանսական խնդիրներ ունես։ Բայց կես տարի կմնաս հետս։ Ասա ինչքան գումար ա պետք ես կգտնեմ։ Ինձ գումար պետք չի։ Ուղղակի ստիպի հավատալ հաջողությանը։ Ստիպի հավատալ, որ պատգամավոր դարձած ընդդիմությունը չի հարմարվի լայն կաբինետներին։ Ես չգիտեմ։ Մեկը կհարմարվի, մեկը չի հարմարվի։ Ես չգիտեմ ով ինչի մասին է երազել, բայց ես գիտեմ ինչի մասին եմ երազում ես։ Երազում եմ երկիր ունենալ։ Երազում եմ դավաճաններին տեսնել բանկում։ Երազում եմ Նարեկին գտնել կամ գոնե դիակը։ Քարը վերադարձնել եղբայրներիս գերեզման։ Երազում եմ եռաբլուրում ինձ ոչնչություն չզգամ, շարունակեմ։ Ու իմ երազանքի համար մինչև վերջ գնալու եմ։ Եթե նույնիսկ կողքս չլինես։ Ալիսա, իսկական ծաղիկները սրանք են, ոչ թե ապոշությունները, որ քեզ նվիրեցի Երևանում։ Գիտես, երկար մտածել եմ, կռվի ժամանակ մեկ պատահում է էլի, որ մտածում ես։ Ու մի բան հասկացա։ Դու կատարել ապուշ ես, որ դեռ չես փոշմանել իմ հետ ամուսնանալ։ Ու քանի որ ես պիտի ամուսնանամ կատարել ապուշի հետ, այդ կապակցությամբ մի երգ եմ հորինել քեզ համար։ Լսի։ Ալիսա, Ալիսա, գոնե գրկեի քեզ մի անգամ, լավն է։ Բայց իրոք էլի կին իմ ապագա։ Գոնե մի անգամ գրկեի քեզ էլ։ Էր ծիվանի վրա, չգիտեմ ինչի ծիվանի վրա, այդ անասունը մոտեցավ, բարձը կողքից վերցրեց, ասես մոտեցավ, ուզում էր խեղդել։ Ես ինչ ես անում, բանը, մամ, վատերազ եմ տեսել, լսի, որ ջրին պատմում էին… Դե հա, ասում են ջուրը տանում ա բատ երազը։ Հա, այդ լավ ա, թող տանի դրան։ Լսի, ինչ էր եղել, պապան ինչի էր գորգորում։ Այ չգիտեմ, հերդ արդեն վերջնականապես ցնդել է ինձ թվում է։ Չի։ Այդ ինչ երկրպագու ունես, որ քեզ ծաղիկ ա ուղարկել։ Իմ իմանալով չունեմ։ Չի եղել։ Հերդ իր ձեռնափայտերով ընկել էր խեղճ առաքիչի հետևից։ Բարև աշխարհի ամենալավ պապա։ Բարև ալիս։ Ես ջղային ես։ Չէ, այսօր շատ բարի է։ Բալես ես ծառերը, դեկորատիվ ծառերը, մերք չեն տա։ Պապ, դե ձևական փոքր հողամաս է։ Բահերդ մի 500 կիլո բերք չհավաքի ես այգուց, այ բալա։ Դրա համար է ասում դեկորատիվ։ Այմարդ ինչ ես ուզում ես, աղջիկդ Երևանի տունը ծախեց, եկավ այստեղ քեզ համար հողատարածքով տուն առավ, որ դու քեզ լավ զգաս, հողին կպած մարդ ես, հələ մի բան էլ դժգոհում ես։ Մամ, լավ էլի։ Ես չեմ դժգոհում։ Դժգոհում ես մի սկսի, աղջիկդ հիմա ամեն ինչ կպատմա։ Այն առաքիչը քեզ ինչ էր արել։ Ինչի՞ այդպես կատաղեցիր։ Հիստերիկ ջան, հա։ Եթե երկրպագուն այդ Instagram-ից է, թող իրան էլեկտրոնային ծաղիկներ ուղարկի։ Իսկ իրական կյանքում իմ աղջկան կարա ծաղիկ նվիրել մարդը, ով դրա բարոյական իրավունքը ունի։ Ոնց էլ ձեր են քաղաքական լեզվով ինստիտուցիոնալ, ահա։
Կարողացա բացատրել։ Ես գնացի։ Վարդան ջան, ախպեր ջան, մեր հերոս տղա, ամբողջ գյուղը հպարտանում է քեզանով։ Ու հիմա բոլորը հավաքվել են ու ողջունում են քեզ։ Յուրա ջան, Հասմիկ ջան, աչքներդ լույս։ Բոլորիս աչքը լույս։ Հրաշալի զավակ ունես, հերոս զավակ ունես, շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք վարչապետին, որ ազատեց բոլոր մեր հերոսներին։ Բարև կամանդիր ջան։ Ինքան ուրախ եմ, որ եկել եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աղջիկս, ուրախ եմ Վարդան։ Ալիսա։ Լավ է, որ ողջ առողջ վերադարձար, հա։ Ահա կամանդիր ջան։ Դուք ոնց եք։ Ուրախ եմ, որ մասնակցում ես իմ կազմակերպած միջոցառմանը։ Չնայած զարմացած եմ։ Ինչ էիք ասում ես մարդկանց ռեղ։ Մի խանդի ինձ, Մարիա։ Նրանք միշտ ձերն են լինելու։ Ես հիշում եմ, որ քեզ եմ պարտական իմ կարիերայի համար։ Դու ինձ աշխատակազմ ընդունեցիր։ Ինչով կարող եմ քեզ օգնել։ Դու։ Ես երկրի ղեկավարի օգնականը։ Իսկ կարող ես առանց պաթոսի ասել։ Ինչը։ Երկրի ղեկավարը։ Դե այնպեսի առոգանությամբ ասա, որ պարզ դառնա, որ առանց բանակի, դեպրեսիվ բնակչությունով երկրի մասին է խոսքը ու նախինից շատ ավելի փոքր։ Ժամանակին ավելի ստացված հումորներ է Իրանում։ Չէ, ուղղակի քո շեֆն էի, ծիծաղում էիր։ Կասնի։ Մովսեսը մեր գեղի ամենակրթված տղամարդն է։ Իրա կնիկը Զենֆիրան, սովետի վաղտես գեղի գրադարանավարուհին է եղել։ Ու տենց մեր գեղի ամենակարդացած տղամարդն է, մեր Մովսեսը, ասա Մովսես ջան։ Ճիշտ կլինի, որ Վարդանից կամանդիրը ինչ-որ բան ասի։ Ասա, կամանդիր ջան։ Ասա, կամանդիր։ Չէ, ես այդքան էլ… Կամանդիրը շատ խոսալ չի սիրում։ Դե եկեք խմենք մեր վարչապետի կենացը։ Որ այս կռիվը կանգնացրեց ու մեր տղեկի կյանքը փրկեց։ Աստված իրան առողջություն տա։ Եթե թույլ կտաք, պապայի փոխարեն ես մի երկու խոսք ասեմ, ինքը իսկապես խոսել չի սիրում։ Ասա, բալես։ Ասա, Ալիսա ջան, դու ասա, խնդիր չկա։ Ես շատ եմ ափսոսում, որ առաջին անգամ եմ ձեր գյուղում, շատ եմ ափսոսում, որ մինչև այս պահը ծանոթ չեմ եղել ձեր արժեքներին, ձեր ապրելակերպին, ուզում եմ միանալ ձեր կենացին, ես խմում եմ վարչապետի առողջության համար, ինքը իսկապես պետք է շատ երկար ապրի։ Բայց մեկ Ալիսան են դիմադիր։ Ապրես, Ալիսա ջան, ապրես, վարչապետի կենացը, ողջն ենք։ Ես էլ Վարդի տոտայից տղին եմ։ Միակ մարդն ում մասին ոչինչ չգիտեմ։ Մովսեսի մասին էլ ամեն ինչ պատմեցի։ Վերջ, էլ մարդ չմնաց։ Շատ հետաքրքիր ես պատմում, գիտես։ Քեզ կարելի անվերջ լսել։ Բայց չէ պապան, ոչինչ չի պատմում։ Նույնիսկ մինչև հիմա չգիտեմ ոտքերը ոնց է կորցրել։ Ինչից պատմի։ Դժողքից։
Ինքն է մեզ զասադից հանել, կամավորներին ու սպեցի տղերքին։ Կոմանդիրը 5 մատի պես անտառը գիտեր։ Ու երբ թուրքերը հասկացան, որ դուրս ենք եկել շրջափակումից, սկսեցին բեսպիլյոտնիկներով մաղել։ Կոմանդիրը հրամայեց, որ նահանջենք։ Ինքն էլ մնաց, որ շեղի։ Բա հետո Մնացածը ինքն էլ չի պատմում, չգիտեմ։ լավ էր, որ խոսեցինք։ Շնորհակալ եմ, որ պատմեցիր։ Գնամ տուն։ Էլի կհանդիպենք։ Վարդան, մենք դժվար ընկերանանք։ Շատ տարբեր ենք։ Որովհետև ես վարչապետին եմ սիրում։ Ուղղակի դու ինձ դուր չես գալիս։ Գիտես ինչ ես որ ֆորմով չէի։ Ամաչեցի հակնում։ Պրես։ Հերոսություն ես արել։ Ձեռ ես առնում։ Բայց դու շատ լավ գիտեիր, որ այդ ամեն ինչը շոու է։ Արդեն մի օր այդ տականքը հասկանալու է, որ գերի վերադարձնելը պրոբլեմ է, ու գիտես ինչ անելու։ Այդ տղեկի վրա դավաճանի պիտակը կպցնելու, ու սկսելու է ձերբակալել։ Լավ մնա։ Ինչ ես մտածում։ Այդ բալես։ Վարդանի մասին եմ մտածում։ Գիտես, ինքը վախկոտ տղա չէր։ Ինչ է տակիր բան այս կյանքը։ Հեշտ է փչանալու։ Ամեն չփչանալու։ Այ Արցը նրանում եմ, թե որնակոն է։ Հապա, համաձայն եմ, խելք կամ կա, կամ չկա։ Խելքը չի։ Ուրիշ բան է։ Պանդությունը երևի։ Ինձ մնալ։ Ինչ իմաստով պնդությունը։ Ինքդ նոր ասացիր, որ վախկոտ տղա չի։ Խելքն է։ Գնամ ասեմ, որ դուրս են գալիս։ Խելքով միշտ հասկացել եմ, ճիշտը որն է։ Պանդության պակաս ունեմ։ Ով դու։ Աշխարհի ամենաուժեղ տղամարդը։ Ուժեղ ես համարում մի մարդով պատրաստ էր ինքնասման լինել։ Դու դա չէիր անի։ Կանի։ Մեռնել իմացել եմ ոնց, այ ապրելու, քեզ խաբել, չգիտեի ոնց։ Ալիսա։ Ալիսա, կուզեի գրկել քեզ գոնե մի անգամ։ Սաղես։ Չէ, երևի։ Ափսոս լավ մարդ է իր։ Այդ հիշի, հետո կասես։
Պեսի ամենը կանգնացնեմ։ Ինչ անարեք։ Մոտորիդ վիճակը լավ չի։ Ցավում է։ Հաճելի է։ Ինչի է դեպա։ Երևա, բալեքին դեպքին պետք է լիներ։ Այսինքն, բեմ տարեքին ծուղակից անես, ու ես կալ ասել Փարսադանի տղա Մուրադը, ապրիլյանի Яшմայի կաշմարն արեկը քեզ պիտի մենակ թողնի։ Տերիկան արեք։ Սպես նազում ուտեցա։ Ջահել ես։ Ես քո մեջ ինչն է դուրս գալիս։ Ամստությունը, կյանքի փորձը, աչքերիդ խորությունը։ Ուզում եմ ասեմ, ոտերիդ ամենասիրունը չէր։ Տրամադրությունը չգցես։ Հետ գնա։ Բույն, աղջկան մարիք մեզ։ Հացել եմ դր խոսակցությունը։ Հետ գնա։ Գողի խաչատուրիչ։ Կես բերան ասայր գոնե ես մի քիչ լուրջ պահի, դու հիմա ինձ աղջիկ չես տա։ Գնա ասում եմ ամբուր։ Ոնց որ մենակ չենք։ Սպասի դրանց հարցերը լուծեմ գա։ Որ վերջի գռանատս պայթի, դրանց առաջ երգ կլսես։ Իմացի, որ դրանց հետո ես չկամ։ Արեք։ Չէ։ Ինչքան ուժում ես հետ սողա, հա? Ինչքան ուժում ես հետ սողա։ Մի ասում եմ։ Ուղեղով միշտ հասկացել եմ, որ չկա։ Անհետ կորածը միշտ է լույս է տալիս։ Մտածում էի, լավ ծնող եմ, որ աղջկաս չեմ կոտրում։ Լոր նայում էի, թե ոնց ես փնտրում։ Սպասում։ Բայց իրականում պատասխանատվությունը ինձնից գցել էի ժամանակի վրա։ Երբ Facebook-ում սիրուն կոշիկ ես տեսնում ու լայքում, հաջորդ անգամ քո էջ են գալիս տասնյակ նմանատիպ կոշիկներ։ Դա Facebook-ի ալգորիթմն է։ Նույն ալգորիթմը ունի յուրաքանչյուր հեղափոխություն։ Ամբողջի մեջ համբուրվող սիրահար զույգեր, մանկական սայլակներով փողոց փակող սիրունիկ աղջիկներ, հեղափոխությունը աշխատում է նույն սկզբունքով, ինչպես օրինակ լվացքի փոշու գովազդը։ Դու պետք է ամեն կերպ համոզես գնել այն։
Սխրատ ինձ հիացած արտակին լսում։ Սի արտակ ինչ որ ԵՊՕ-ում ելույթ ունի, պատրաստվում է, ասել է, որ ինչ-որ մեկը դա սիրարված նայվեր են։ Էս ու ֆոտոն հանեցին լմիրապա։ Խնդրեմ։ Այս մարդը նրա ճակատին գրված չի, որ ինքը աղանդավոր է, ու 50,000 հոգու առաջնորդ։ Պատկերացրեք, մի ակնթարթում 2018-ին փողոց են դուրս գալիս 20,000 աղանդավորական ու կրկնում են։ Իրենց ճակատին գրված չի, որ իրենք դա արել են հրահանգով։ Ինչ ստացվեց, տպավորիչ վիդեոպատկեր լրատվականների համար։ Եթե ունես փող, շարժմանը միանում են 10 խաղաղապահ զինվոր։ Ու նրանք ուրիշ ոչ մի դերակատարում չունեն, բացի հեռուստացույցի միջի պատկերից։ Խնդրեմ, բանակը միացավ ժողովրդին։ Ու դու գնում ես այդ լվասկի փոշին։ Նույնիսկ եթե չունես դրա կարիքը։ Դու հեղափոխություն չես արել, քեզ օգտագործել են։ Դու տեսել ես ու կրկնել։ Ապրես։ Իհարկե, ձեզնից յուրաքանչյուրը անհատ է եւ մեծ ներդրում ունի հայ մշակույթի մեջ։ Կառավարությունը չի կարող որևէ մեկից ստիպել։ Մշակույթը մեծ կախվածություն ունի երկրի իշխանություններից։ Մեզ ստիպելով եղբայրանալ թուրքերի հետ, դուք վերջնական կփչացնեք մեզ։ Որն է դրա իմաստը։ Շոկը։ Բայց առողջ հարարա ու անվտանգ։ Մերկությունը ունի իր առավելությունները, Աննա։ Կարող ես ազատ խոսել, ոչ ոք չի ձայնագրի։ Մարիա, ես քեզ հետ սիրով կխոսեմ եւ լողավազանում եւ սաունայում, բայց մի կերա գնահատի իմ ազդեցությունը։ Երկու ոտքը դրելա մի կոշիկի մեջ, ասում է, ես ոնց բարեկամանամ ադրբեջանցիների հետ, երբ 5000 տղա զոհվեց։ Չի գնա այդ հանդիպմանը։ Արվեստագետները ամբիցիոզ են, այդ նորմալ է։ Դու բացատրի ամուսնուդ, որ սկզբից կզրկվի թատրոնի շենքից, հետո ֆինանսավորումից, հետո էլի ինչ-որ բանից, հետո էլի… Մի հարց տամ կպատասխանես։ Բոլորին եք սպառնում։ Չէ, չենք սպառնում։ Խնդրում ենք։ Դուք էլ որոշում եք կայացնում։ Ծախվելուց առնողին մի մեղադրեք։ Ես կփորձեմ։ Գիտեմ։ Աղմուկ բարձրացնելով ոչ մի օգուտ չեք տալիս ձեր հարազատներին։ Լավ ուզում եմ հասկանամ ինչ եք ուզում հասած լինեք։ Արդարության։ Իսկ ինչ է եղել արդարությունը։ Ինչա խաբել են ձեզ, փողերը չեք ստանում։ Լավ պարզ հարցնեմ, ձեզ գցել են։ Բա կռիվ ա եղել։ Բա մեկը զոհվել ա, մեկը վիրավորվել ա, մեկը գերի անգել։ Բայց գիշեր ցերեկ ձեր խնդիրները լուծում են, որ ինձ մեջքից խփեք, թե ուզում եք այն նախքին թալանչիներին միանակ ցույցեր անեք։ Խնդրեմ։ Բա որ վաղ էլի հացի խնդիր ունենաք, ես ձեզ կընդունեմ, կօգնեմ։ Բա օկյանքը տենց չի։ Թե մտածում եք, որ միտինգ խաղաք, պետք է ասեմ, վայ, կորա ես, սպասի կանչեմ տեսնեմ ինչով կարամ օգնեմ։ Պարոն վարչապետ, դուք էլ մեզ հասկացեք, մեր վիճակի մեջ մտեք։ Այն օրը մեկն ինձ ասում է, տղուտ ծախել ես տունդ ռեմոնտ ես անում։ Ես ամուսնուս եմ կորցրել,
Կանչել էին միջոցառման շքանշան տալու, չգնացի։ Ամուսինս ոչ մի հերոսություն չի գործել, բացի են, որ կռիվա գնացել կամավոր։ Հենց առաջին օրվանից տարել են դիրքեր։ Ավտոբուսից իջելը ասել են բարձրացի է Սարը, մեր ունկի են տեղան, ոչ հրամանատար, ոչ ուղեկցող, 30 հոգուց մեկն է ողջ մնացել։ Ինչ հիմարություններ եք խոսում, ով է մեր բանակի մասին ձեզ տենց ստեր պատմել։ Ես այս բողոքներին հատուկ եմ մասնակցել, որ հասնեմ այստեղ։ Իսկ դուք հիմա երևի մտածում եք սրան ինչքան փող տամ, որ ծպտունը չլսվի, ճիշտ եմ։ Տիկին դուրս եկեք, հա մի հատ։ Գիտես ինչ հասկացա։ Եթե վաղը հանկարծ ընտրություններ լինի, այդ մարդիկ մեկա շեֆիտ են ընտրելու։ Գիտես ինչի։ Որ չընդունեն իրանց մեղքը։ Այլապես պետք է ընդունեն, որ իրանց երեխեքը զոհվել են իրանց պատճառով։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Չէ։ Բարև ձեզ։ Այ երեկո։ Պաստորին գազ չի դրել, հա։ Բարև ձեզ։ Դուք եք չեն թերականները։ Ողջույն։ Բարև ձեզ։ Երեկո, պարոն Մելիքյան։ Ես Ալիսա Դայանի փաստաբանն եմ։ Ալիսա։ Ահա իմ արտոնագիրը։ Եվ ահա իմ վկայականը։ Խնդրեմ։ Դուք քչական խմբի ղեկավարն եք։ ՀԿԳ քննիչ Պետրոսյան։ Այ Պետրոսյան, եկեք սկսենք ինչ հարցից։ Ինչ պետք է անեն քնչական գործողության մասնակիցները, երբ ընթերականները ծխում են բակում։ Ո՞վ է ծխում։ Ճիշտ պատասխանն է նույնպես ծխեն բակում։ Շարունակենք։ Կարծում եմ բոլորս հիշում ենք հանրաճանաչ Պինչելլոն ընդդեմ Լյուքսեմբուրգի նախադեպը 2005 թվականի, երբ եկել էին, խուզարկել էին, հեռախոսն էին արգրավել խեղճ մարդու։ Արիսա, հեռախոսդ որտեղ է։ Պարոն Մելիքյան, ես ոչինչով չեմ տարբերվում Պինչելոյից։ Իմ հեռախոսն էլ են արգրավել։ Ո՞ւմ խնդրել դատարանի որոշումը։ Շնորհակալություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդված զենք զինամթերքի ապօրինի պահելը
Ոչինչ չկա հեռախոսների, էլեկտրոնային կրիչների եւ համակարգիչների մասին։ Չկա։ Չկա։ Հեռախոսը հետ կտանք։ Բայց մենք տեղեկություն ունենք, որ տանը անօրինական զենք կա։ Խուզարկեք, գտեք, դատեք։ Շելա փողոցը վերցնի։ Ես այս փողոց փակող ընդդիմադիրներին փողոցից քշեցի ազգային ժողովուրդ նորից փողոցը տամ։ Փողոցը մենք նրան չենք տա, պարոն վարչապետ։ Իսկ Facebook։ Վերջին անգամ երբ ես մտել, աղջիկ ջան։ Գիտես, որ բոլորը դրա մասին են խոսում։ Ալիսայի շրջապատում մեզ հավատարիմ մարդիկ կան։ Ես գիտեմ նրա ամեն մի քայլը, պարոն վարչապետ։ Օրինակ, որ հիմա սպիտակ մինիվենի մեջ է։ 59 RV 509 համարներով ու այնտեղից պատրաստվում է լայվ մտնել։ Կարող եք հրամայել ու նրան կբռնեն։ 72 ժամից ազատ կարձակեն ու ինքը կշարունակի նույնը անել, ունենալով ավելի մեծ քաղաքական կշիռ։ Քաղաքական կշիռ։ Փաստորեն որոշել ես ինձ սովորացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ազատ հաչալը քաղաքական դաշտում։ Իզնից լավ։ Դա ոչ ոք չգիտի։ Պարոն վարչապետ, այդ աղջիկը ընդամենը անցյալի ստվեր է։ Նրան ինձ վստահեք։ Եթե նա իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ինչ եմ ես հիմա սպասում իրա լայվին։ Գնա։ Դավաճանության դեմ մեծամտությունը ամենաուժեղ միջոցը չի։ Պոպուլիստ։ Սխալը տասնամյակների ամենամեծ պոպուլիստի հետ ընտրությունների գնալն էր։ Դրա համար շատ շնորհակալ։ Ես իմ աջակիցներին հարգում եմ ու նորից չեմ խոսելու դավաճանությունների մասին։ Մարդիկ հարցի լուծում են սպասում, ոչ թե անվերջ կրկնվող բառեր։ Հարգի տխմար։ Մարդիկ չեն ուզում տեսնել շփոթված դեմքեր։ Դու ժողովրդին լավ չես ճանաչում։ Մարդիկ հոգնել են, երբ վախերն ու անհաջողությունները նրանց ներկայացնում են որպես նվաճում։ Երբ շոկ ու արևոտ օրվա ավարտին ասում են, տեսակ ինչ հոր դառատ անձրև եկա։ Ու բոլոր այն մարդկանց, ովքեր չեն նկատել այդ անձրևը, անվանում են անհայրենասեր, անողնաշար, Բայց մարդիկ կարողանում են զգալ։ Ուզեք թե չուզեք։ Դա բնազդ է։ Ու տեղից չեն շարժվի, մինչև չզգան այդ խոստացած անձրևի հոտը։ Պարոն վարչապետ, հիմա վստահաբար նայում եք ինձ ու երևի ուրախանում եք, որ քննադատում եմ ձեր հակառակորդներին։ Իսկ դուք ու ձեզ շրջապատող փոքրիկ մարդիկ զգում եք, որ օդում կուտակվում է ձեր վերջը ազդարարող էներգիայի պայթյունը։ Կմփալու է մի օր։ Պայթելու է։ Այս մարդիկ քարից չեն։ Հոգի ունեն, կռիվ ունեն, հիշողություն ունեն։ Պայթելու է մի օր ու բեկորներից ոչ մեկը չեք փրկվելու։ Պատերի տակից հավաքելու են ձեզնից մնացած զիբիլը։ Պայթելու է։ Ու պայթելու է հենց այստեղ։ Ասեմ որտեղ ենք։ 4-5 ժամ ճանապարհ ենք անցել։ Արցախի սարերին էլ լավ ծանոթ եմ։
Հեռախոսս ու մեքենաս ուր են։ Քո տան մոտ։ Խելացի եք ինչ խոսք։ Լավ։ Ոնց հասկանում եմ, այս սարերի հետևում արդեն ձեր ադրբեջանցի եղբայրներն են։ Գերի պիտի ընկնեմ։ Ես կամերան միացնում եմ, դու հայտարարում ես, որ դադարում ես պայքարդ։ Ոնց հասկանում եմ, ուրիշ տարբերակ չկա։ Դուք մեղավոր եք տղաների մի ամբողջ սերունդ կործանելու մեջ։ Մեղավոր եք երկիրը ու բանակը նվաստացնելու մեջ։ Դուք բոլորը թուրքական լրտեսների կույտ եք։ Հիմար ես, Ալիսա։ Նայ, ավելի լավ տարբերակ կար։ Օրինակ, Ալիսան կարող էր Սևանը ծայրից ծայր լողալ ու խեղդվել։ Թե չէ հիմա կասեմ, չդիմացավ գժվեց։ Դասական տարբերակներ էլ կան։ Մեքենայի տակ ընկնել, լվացք փռելուց ոտքը սոտ տա կամ պատուհան մաքրելուց։ Մենք երկու տարբեր իշխանությունների Ալիսաներ ենք։ Կարող ենք հասկանալ իրար։ Դու լավ գիտես, որ վարչապետը չի վախենում ու մինչև վերջ կգնա։ Առաջին Արցախյանն էր, երբ ծնվել եմ։ Պապաս կռվում էր։ Մի օր մաման որոշում է ինձ ու եղբայրներիս տանի Ղարաբաղ, պապայի մոտ, որ ինձ տեսնի։ Եղբայրներս հարևանի բակում խաղալիս են լինում, ռմբակոծություն է սկսվում ու մահանում են։ Ցավում եմ, Ալիսա։ Ու մի մարդ չի թողում իրանց գետնին ընկած։ Գրկում է ու տանում է մեր տուն։ Դու պատկերացնում ես, ինչքան ուժ պիտի ունենաս, որ կարողանաս դա անել։ Պատկերացնում ես, ինչ ուժ պիտի գտնես, որ կարողանաս նայել այդ մոր աչքերի մեջ։ Անմարդկային ուժ, չէ։ Ինչի ես ինձ դա պատմում։ Որ հասկանաս ինչ տեսակի մարդիկ են ինձ ձևավորել։ 3 տարի ես այդ մարդու օգնականն եմ եղել։ Պապայիս պատմությունները կուզես լսել։ Նարեկի մասին ասեմ, գիտես ոնց է զոհվել։ Հերիքա, Ալիսա։ Իմ կյանքում կայացած ու ուժեղ մարդիկ ավելի շատ են եղել, քան ձեր նման շակալները, Մարիա։ Ու դա է ձևավորել իմ արժեքները։ Տղամարդ լինեի, կռվի օրերին ձեր տերը ձինակոչ կաներ ինձ, չէ։ Կուղարկեր մսաղաց։ Չկա մարդ, չկա խնդիր։ Ասա, որ կողմ գնամ։ Պատմեմ, ես ինչ եք արել։ Ախր իմ հեռախոսը սրանից շատ ավելի համեստ էր։ Մալես ես գիտեմ, որ բեռ ենք դարձել քո համար։ Տանջում, բայց… Պապ, դուք բեռ չեք։ Դու մամաս ես, դու էլ պապաս ես, չէ՞ մամ։ Բայց որ աղջիկս
Գիշերը տուն չի գալիս, ես դադարում եմ հայ լինել։ Կամ հայ մարդ։ Հաստատ պապասը։ Պապ երբեք չդադարես քեզ հայր զգալ, հայ զգալ, կամ հայ մարդ։ Իսկ գիշերը տուն չգալը չգիտեմ ոնց բացատրեմ, որ ինստիտուցիոնալ ստացվի։ Մի օր ամեն ինչ կպատմեմ։ Գնանք չխանգարենք։ Ալո։ Անասանելի ես։ Փակ կապով ոնց խոսանք։ Հա, մի կես ժամից կկարողանամ։ Երեխեքիս ազատեցիր։ Հեշտ եւ արագ։ Տարօրինակ երևույթ ստացվեց իրականում, որովհետեւ Ալո։ Ալո։ Մերիքյան։ մատս կպավանջատվեց։ Ասում եմ տարօրինակ երևույթ ստացվեց իրականում, որովհետեւ Քավոր ջան, բարև։ Ալիսա քավորից տեսա։ Ավելի ուշ կզանգեմ։ Մելիքյան, բայց քավորը Քավոր ջան, ոնց ես։ Ոնց տեղ հասար։ Երեխեքին հեշտ ու արագ ազատեցին։ Տարօրինակ երևույթ ստացվեց իրականում, որովհետեւ Տեսյո։ Տեսյոն Դավաճան էր։ Կարեն Տաթև Արտակ Նարե ով։ Մամ! Աստղեր ուզում դառնայր, հիմա կդառնաս, այ պողնի։ Էդ մեզ էր զոմբի ասում, հա? Մեզ էր զոմբի ասում։ Հիմա տես ոնց ենք փչացնելու քեզ։ 3 լիտր պիվա եմ խմել, շատ լավ պիվա էր, ասեմ, դուրս կգա։ Էդ երկու պատրոնով ինչ ես անելու։ 4 հոգի ենք։ Հրացաներից հասկանում ես։ Ապրես։ Հիմարություն չանես, հերներդ կանեցենք։ Չեն կարել են, որ հերներս ալիցեր եք։ Կցի դանակը, ոտքը կրակի, բայց ճիշտ ես նկատել 2 պատրոն ունեմ։ Կցի դանակը։ Մինչև 4-ը հաշվել չգիտես, 4 հոգի ենք։ Յուղում երկար եմ ապրել։ Գիտեմ իրեն ոնց ապահում ոչխարի հոտը։ Ինչ եք ուզում, հա? Ապրեք էլի ձեր համար։ Ինչ ես քթի տակ խոսում, բարձր։ Պապ, մի օր։ Ոնց որ փոքր երեխան ես բանես։ Իրա պետղեր։ Հարոշնիկները անեք։ Արեք։ Աջողություն։ Կներեք։ Ձեր անունը կասեք։ Հայկ։ Հայկ, շնորհակալ եմ, որ ձեռնաշղթաները հանեցիք, ինքը հաստատ չի փախչի։ Ես գիտեմ, մի անակ է ստացել։ Ուղղակի ինձ էր պաշտպանում։ Ճիշտ պապայա։ Ալիսա, հաշվի առնելով ձեր էքստրեմալ կյանքը, վստահ եմ, որ այստեղ թաքնված տեսախցիկներ կունենաք, չէ՞։ Չէ։ Շատ ճիշտ պատասխան։ Մեզ ոչինչ չտաք։ Միայն ձեր փաստաբանների։ Լավ։ Դուք հաստատ ոստիկան եք։ Շնորհակալ եմ։
Ալիսա։ Մի բան խնդրեմ։ Հա, մտերիմ ընկերուհիդ չեմ, բայց հետդ եմ ոչ պաշտոնի, ոչ էլ փողի համար։ Իմ մոտ քարից աղջիկ մի ձևացի։ Այդ ինձ վիրավորում է։ Արմին եղացի։ Ես հաստատ քարից չեմ։ Որ լացս կա, կլացեմ։ Ալիսա, արագ է տարածվում։ Ոչ մի բան չենք կարող անել։ Ինչ անեմ։ Նայ, մի 2 րոպեից հետաքրքիր պահեր են լինելու։ Գիտես վաղը ինչ է լինելու։ Իշխանական ֆեյքերը գրելու են հետևել տեքստը, երբ Ալիսայի զինվորական ընկերը Թուրքի դեմ կռիվ էր տալիս, ինքը Հունաստանում ինչ-որ իտալացու հետ զվարճանում էր։ Բայց պատերազմի օրերին դու Հունաստան չես գնաց։ Այդ կարևոր չի։ Կարևորը այդ ասելն է։ Իջնեմ քեզ սուրճ բերեմ։ Ընդդիմադիր կոչվածները մեզ մեղադրում են, թե գինու փառատոն է կարել։ Ուրախացել եք այն ժամանակ, երբ Բաքվում ենք բազմաթիվ գերիներ ունենք ու անհետ կորածներ։ Հիմա որ շուռ գամ այդ աղջկան հարցնեմ, ասեմ այ տիկին։ Բա դու ինչ էիր անում պատերազմի օրերին հյուրանոցի համարներում տխրում էիր։ Ինչքան որ ես տեղյակ եմ, ըստ օդում կախված լուրերի, այդ աղջկա ընկերն էլ է անհետ կորածների մեջ։ Երևի հերոս տղա, սպա։ Սիրելի հայրենակիցներ, մենք օր ու գիշեր աշխատում ենք, որ մեր հերոս տղեկին վերադարձնենք հայրենիք։ Այս սրանք խանգարում են մեզ։ Բայց դրա մարդասպան հայրը։ Խուլիգաններին պետքա բռնել ու դատել։ Լինեն դրանք իմ կողմնակիցները, թե հակառակը, պետքա բռնել ու դատել։ Նարեն ամբողջ գիշեր չի քնել։ Աշխատի չարտնացն ես, հա։ Իհարկե։ Ուների, որ ես ամեն ինչի մեջ ենք ապրում։ 30 տարի առաջ էլ ես էի հորից հետ ներողություն խնդրում, որ ձեզ Արցախ տարա հետս։ Նույն բանն ասեցի։ Ներիր, եթե կարող ես։ Մենք երբեք իրար չենք ասել ես քեզ սիրում եմ։ Գիտես ինչու։ Որովհետև իրար կողք ապրելը, այդ տեսակ վշտի միջով միասին անցնելը, ու իրար երբեք չմեղադրելն է եղել մեր սերը։ Իսկ դու մեր աղջիկն ես, ներելու հարց չկա։ Ես կբացեմ։ Ովա։ Դեռ հիշում ես, որ սուրճն առանց շաքարի է ուզում։ Արև ձեզ։
2015 թվականն էր։ Նոր էի նշանակվել ձեր օգնական։ Հետևաբար կարող է լինել օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Հատուկ ծառայությունները սիրում են կոմպրոմատներ հավաքել։ Մի օր կարող է պետք գա։ Նրանք տվել են տեսագրությունը դավաճանին, որ քեզ դուրս անեն խաղից։ Իսկ ում եմ խանգարում։ Այսօր, հիմա, բոլորին։ Հասկացիր, որ այդ մարդը պարտավորություններ ունի։ Դրսում ու տված խոստումները կատարելու համար նրան իշխանությունն է պետք։ Դրանից պետք է ուրախանամ, թե վախենամ։ Ուրախանաս, որովհետև քեզ լուրջ են ընկալում, եւ վախենաս, որովհետև խանգարում ես իրենց խաղը հասցնել ավարտին։ Դա ինձ չի կանգնացնի։ Ես գիտեմ։ Պարել կարապի պարը բոքսի ռինգում իհարկե շատ կրեատիվ միտք է, բայց հիմար դու ռինգում ես, հարվածել պետք է ուժեղ ու հստակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գուցե տարօրինակ թվա ասածս, բայց ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ պապիկի հետ։ Պապիկս տարօրինակ մարդ է։ Նույնիսկ տհաճ։ Հասկանում եմ հիմա ասածս ապուշություն է թվում, բայց հենց հանդիպեք նրա հետ կհասկանաք, որ բացարձակ ապուշություն չեմ ասում։ Հայք համացանցի վիդեոն եք տեսել, ինձ խղճացել ու հիմա ուզում եք։ Ալիսա, վստահ եմ գիտեք, որ ձեր հետ միշտ նարուշկա է աշխատում։ Ես էլ գիտեմ։ Ու գիտեմ ավելին, որ շատ հնարավոր է վաղը մեր այս հանդիպման համար ինձ համակարգից դուրս շպրտել։ Բայց եկել ու ձեր դիմաց կանգնել եմ։ Կարող եք ինձ վստահել։ Լավ, իսկ որտեղ է ապրում ձեր պապիկը։ Գյուղում։ Թամրազյան։ Հա։ Ապրես Թամրազյան։ Ապրես։ Ապրես։ Թամրազյան արդեն 3 անգամ ասացի ապրես։ Պապա դա։ Պա։ Պապի։ Այ այստեղ ամենալավ տեղն է։ Դու ինչ-որ բան կուզես, ջուր, սուրճ, թեյ։ Ջուր։ Լավ, հիմա բերեմ։ Պապի։ Ընտրեմ։ Շնորհակալ եմ։ Լավ։ Դու հանգստացի, ես գնամ պապիկ ման գալու։ Գիտես չէ հատուկ անում, որ ինձ նվաստացնի։ Բայց ինչի է ուզում քեզ նվաստացնի։ Որովհետև իրա պատճառով եմ ոստիկան դառել։ Փոքր ժամանակ վիճեցինք, ես էլ լակոտավարի ասեցի, որ մի օր կգա ինձ չեստ կտաս, ու ինքը հասավ միջով գեներալ մայոր, իսկ ես դեռ հոգընտապետ եմ։ Հա, բայց դու դեռ 34 տարեկան։ Դե երիտասարդ ես, կհասցնես գեներալ լեյտենանտ դառնալ։ Հա, բայց ինքն է 85 տարեկան։ Ինչ տարիք է որ։ Ճիշտ ես ասում, ինչ տարիք է որ։ Գնամ ման գամ։
Մի բան կծեիր վրեն։ Հայ, որև ձեզ կներեք։ Ես Ալիսան եմ։ 1978 թվականին Աֆղանստանում կռվում էի։ Պապ, սկզբից բարևում եմ։ Զգաստ։ Ասում էի, չէ՞։ 1978 թվականին Աֆղանստանում կռվում էի։ Դասակի հրամանատար էի։ Դասակում մի ադրբեջանցի զինվոր ունեի, անունը Ռուֆատ։ Երբ վիրավորվեց, շալակած 15 կիլոմետր տարա նրան։ Անգամ չգիտեի, ողջա, մեռածա։ Ուղղակի չէի ուզում, որ շակալիկեր դառնա։ Ամեն տարի Ռուֆատը ծնունդիս օրը ինչ-որ ռուսական համարից զանգում շնորհավորում էր ինձ։ 3 տարի առաջ Ռուֆատի որդին զանգեց, հայտնեց, որ հայրը մահացել է։ Տվեց մի համար ու ասաց, որ ինքը պարտավոր է հոր կյանքի համար։ Հասանք ամենակարևորին։ Ռուֆատի որդին մեծ պաշտոն ունի Ադրբեջանի բանակում։ Այստեղ սպասեք հիմա կգամ։ Մեր խոսակցությունը կարող է քեզ վնասի։ Ձեր ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Ուրեմն խոսենք նույն լեզվով։ Գիշերը Facebook-ահայությունը կտեսնի հմայիչ վարչապետի օգնականի մասնակցությամբ տեսանյութեր։ Զարմանք մի խաղա։ Կամ գոնե արադա լավ։ Ամուսնուց Սամվելին ասա թող անպայման նայի։ Գիտես, ինձ թվում էր մեր խոսակցությունը ավելի երկար կտևի, բայց ոնց հասկանում եմ, սխալվեցի։ Բարի գիշեր, Մարիա։ Ինչ պետք է անեմ։ Կօգնես ինձ ազատվել դավաճաններից։ Շեֆիդ մասին չեմ ասում։ Իմ թիմի դավաճանների մասին է խոսքը։ Դրանից հետո մանրամասն կպատմես ինչ նոր խաղեր եք խաղում։ Ինչի է շեֆդ բոլորին ստիպում բարեկամանալ ադրբեջանցիների հետ։ Ուրա շտապում։ Մարիա, մենք իսկապես նման ենք իրար ու կարող ենք լավ թիմակիցներ դառնալ։ Արի ընկերանանք։ Երեխեք շնորհակալ եմ, որ սպասեցիք։ Ես որոշում եմ ընդունել 10 րոպեից կմտնեմ լայվ ու բոլորին հավաքում հրապարակում։ Կարեն, դու մարդկանց տանում ես դաչեք, մնացածը իմ հետ հրապարակ։ Արտակ դու մնում ես օֆիսում Նարեի հետ։ Վերջապես։ Ալիսա, բայց դեռ ժամանակը չի։ Այդ ժամանակը արդեն 4 անգամ անցել է։ Ինչից ես վախենում։ Կարողա ծեծել։ Հեչ կռիվ չես արել։ Կարեն, ինչ ես ուզում ինձնից։ Հա, դու գազան ես, գնա կռվի։ Փողոց մարդ դուրս չի գա։ Ուղեղը մտածելու ու հասկանալու համար է։ Դե ուրեմն դու մնա։ Մնա ու այդ խելացի վերլուծությունները տարա։ Երկար ժամանակ ինձ լավ պաշտոններ էին առաջարկում։ Հետո անկարծ դադարեցին։ Դարձա անհետաքրքիր։ Չգիտեմ, որ հասկանում են չեն կարող քեզ առնել, հարգում են, թե ապուշ են համարում։ Արտակ ինչն է ստիպում դավաճանել ընկերներիդ։ Տեսակը։ Մնացածը արդեն ախորժակի հարց է։
Հուսով եմ էժան չէի կարեն։ Ալիզա, ինձնից ինչ դավաճան։ Ինձ ապուշի տեղ մի դիր։ Մարիան ձեր ամբողջ նամակագրությունը ցույց է տվել։ Ուղղակի ասա իմ գինը ու մոռանանք իրար։ Բավականին գումար նոր կյանք սկսելու համար։ Հավասարաչափ զզվում եմ բոլորից։ Ես մի կյանք ունեմ։ Տաթև։ Ինչ։ Ալիսա, բիզնեսի մեջ ես ունեմ մի հստակ կանոն։ Ոչ խարիհոտի կանոն է։ Լինես դիմացը գայլը կուտի։ Լինես վերջում գայլը կուտի։ Դրա համար ես միշտ մեջտեղում եմ։ Այր ֆրկահաղթես, կլինեմ քո ընկերը։ Հաստորեն ոչխարի հոտի մեջտեղը լինելով կարելի է եւ ոչխար չլինել։ Մի հարց։ Ձեր հստակ բիզնես կանոնը ենթադրում է, որ չեք խանգարի ինձ։ Ալիսա, այս մարդն է եկել։ Ինչ անեմ։ Ասա թող գա։ Լսում եմ ձեզ։ 18-ին նա խոստացավ, որ եթե մենք միանանք իրեն ու նագա իշխանությանն, ապա չի խոչընդոտի, որ մենք կառուցենք մեր եկեղեցիներն այնպես, ինչպես ասենք, առաքելականները, որտեղ ուզենք ու ինչ կան ուզենք։ Բայց դուք արդեն գիտեք, որ նա գցող է։ Ես ձեր հետ հանդիպում չեմ փնտրելու, իմ հետաքրքրությամբ լսում եմ ձեզ։ Իսկ ինձնից ինչ եք ակնկալում։ Նույնը։ Ուղղակի փաստաթղթավորված կամ տեսափաստարկով, որը կմնա մեզ մոտ։ Դրանից է կախված լինելու մեր որոշումը միանալ ձեր թիմին, թե ոչ։ Ես չեմ կարող խոստանալ մի բան, որը կապ ունի հոգու, խղճի ու ընտրության հետ։ Ուղղակի մի հարց։ Դուք ուզում եք երկիր ունենալ, թե եկեղեցիներ։ Ձեզ համար տարբերություն կա այդ եկեղեցիները Հայաստանում են, թե ասենք Թուրքիայի հայկական վիլայեթում։ Ես ձեզնից օգնություն չեմ խնդրել։ Իսկ հավաքներին միանալ կամ չմիանալու խնդիրը թողնում եմ ձեր ու ձեր Աստծո խղճին։ Դուք գիտեք, որ բախումներն անխուսափելի են եւ եկեղեցին երբեք նման կոչ չի անի։ Սրբազան հայր, ես երբեք ինձ թույլ չէի տա նման խնդրանքով դիմեի մայրաթորին։ Հարցը զուտ տեխնիկական օգնության մասին է։ Տեխնիկական։ Հիմա իմ գործընկերը ձեզ ամեն ինչ կբացատրի։ Արտակ։ Բարև ձեզ։ Աստված պահապան։ Դուք հավատում եք Աստծուն։ Իսկ դուք նոր տեխնոլոգիաներին։ Можешь выходить. Но я должен тебя обыскать. Если есть оружие, отдай его мне. Пошли. Подними руки. Ты один? Да. Ты его внук? Да.
Ты видишь, я не отправил гонца на нашу встречу. Я явился лично. Этого достаточно, чтобы ты поверил тому, что я тебе скажу. Этот парень ваш, его похоронили. Без воинских почестей, но все же похоронили. Чтобы у ваших спецназовцев не возникло желания забрать его тело. Могила никак не обозначена. На этой бумаге указаны точные GPS-координаты. Все удалось выяснить достаточно быстро из-за телефона. Телефон спецназовца — ценность. Он попал в мое управление, фотографии и переписка изучены, но не удалены. Я вернул долг. Больше никаких обязательств. Вы забыли вернуть мое оружие. А пусть оно останется у нас. Брось оружие. Сними магазин. Отойди. Что ты делаешь? Все дело вашей генетики, да? Если бы я хотел, я бы убил тебя в самом начале нашей встречи. Ну что ты собираешься делать? Взять его в плен? Ваши начальники вернут его нам в тот же день. Знаю. Կծմնջուկ, Ճրճրոկ, պրավ, պրաուպորտ, ահա, ճոճեմ ճոճե, ինչա։ լավ է տանցի։ Բարև ձեզ, Ալիսա։ Բարև ձեզ։ Ես Բորիսն եմ։ Համեցեք։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք հանդիպել։ Ես փաստաբան եմ եւ իմ վստահորդը պարոն Դավթյանն է։ Դուք նրան ճանաչում եք։ Այո։ Պարոն Դավթյանը անսպասելի որոշել է կտակ գրել։ Ես գիտեմ, որ դուք փաստաբանի լիցենզիա ունեք։ Խնդրում ենք 1 օրով դառնալ նրա փաստաբանը։ Դա ձեզ հնարավորություն կտա բանտ մտնել։ Եթե ականջ դնես կամ վերևից նայես, շնորհակալ եմ, որ եկաք, Ալիսա։ Ես շատ եմ ուզում հանդիպել ձեզ հետ, բայց քանի որ մոտակա 5 տարին գտնվելու եմ այստեղ, այլ տարբերակ չկար։ Պարոն Դավթյան, չնայած նրան, որ տարբեր աշխարհներում ենք ապրում, ու մեր աշխարհում ձեր մասին ամենատարատեսակ լեգենդներն են պտտվում, ես միշտ էլ վստահ եմ եղել, որ կարգին մարդ եք։ Ես եւ իմ ընկերները կարող ենք ձեզ օգնել։ Ես գիտեմ, որ կարող եք։ Վստահ եմ։ Բայց մի հարց պիտի տամ։ Փոխարենը ես ինչ պիտի անեմ։ Ոչինչ։ Երկիրը պետք է ունենա օրենքներ, եւ այդ օրենքները պահողներ, որպեսզի չպահողները տարբերվեն պահողներից։ Մենք տարբերվենք ձեզանից։ Երբ երկրի գլխավորը ստանձնում է հանցագործի պարտականությունները, մեր իմաստն էլ է կորում։ Մենք դառնում ենք շարքային, հերթական, բայց գոնե փորձում ենք պահենք մեր աշխարհի օրենքները։ Իսկ նա ոչ մեր օրենքներն է հարգում, ոչ ձեր աշխարհի օրենքներն է հարգում, ոչ այն աշխարհի։ Մարդ պետք է պատրաստ լինի պատասխան տալու, աչոտին։ Դա կարա եռաբլուրի մեծանալու աչոտը տա։
Լսում եմ, պարոն վարչապետ։ Ինչքան ժամանակ է իմ հետս։ 2 տարի, պարոն վարչապետ։ Ինչ-որ բանի կարիք ունես։ Ոչ, պարոն վարչապետ։ Կյանքդ կտաս իմ համար։ Դա իմ աշխատանքն է, պարոն վարչապետ։ Դու սպա ես։ Ծառայեց տղա։ Մի հարց եմ տալիս անկեղծ պատասխանի։ Համաձայն ես, չէ՞ որ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Պարոն վարչապետ, ես փոքր մարդ եմ ու շատ բաներ էլ չեմ հասկանում։ Ժողովրդի մի մասն ես։ Ես էլ երկրի ղեկավար։ Պարզ հարց եմ տալիս քեզ։ Համաձայն ես, չէ՞ որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է։ Չեմ հասկանում։ Օրինակ դու չես ուզում լավ ապրես։ Ընտանիքդ լավ պահես։ Ինչի՞ չէ։ Վաղ թե ուշ գեներալ դառնաս։ Պարոն վարչապետ, իմ աշխատանքը ձեր անվտանգությունն ապահովելն է, ընդամենը։ Ես հենց նայում եմ աչքերիդ, ուզում եմ հասկանամ, վստահ եմ քեզ, թե չէ, ապագա ունենաս, թե չէ։ Ես պետքա բան ստորագրեմ։ Ուզում եմ հասկանամ։ Ստորագրելուց հետո։ Օրինակ դու կյանքդ կտաս իմ համար։ Եթե ձեզ վտանգ սպառնա։ Հայկ։ Եթե մենակ իմանաս ինչի մեջ եմ կհասկանաս ինձ։ Հասկանում եմ։ Ուղղակի շտապում էի դրա համար չսպասեցի։ Ասացին ինչ որ փաթեթ ես թողել։ Հա։ Նարեկի հեռախոսն է։ Ամեն ինչ գրել եմ թղթի վրա։ Բայց ոնց հաջողվեց։ Չգիտեմ։ Ինչ որ մեկը բերել էր, պապուս էր թողել ու անհետացել։ Նարեկի հարազատներին կարող եմ պատմել։ Հա։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես չգիտեմ ինչի միջով ես անցել, որովհետև ինչ որ մեկը բերեց ու անհետացավ տարբերակին չեմ հավատում։
Չգիտեմ ինձ ոնց պահել։ Հանգիստ գնա աշխատիր։ Լավ։ Իմ ամբողջ կյանքը այստեղ է։ Պապաս բանտում է, որովհետև ես այստեղ եմ։ Դժվար շրջան է իմ համար։ Հայկ, ես քեզ պատտական եմ։ Դա ինձ խանգարում է շատ բաներ հասկանալ։ Հա, անկեղծ ինձ էլ է շատ խանգարում։ Մի բան եմ ուզում հարցնեմ։ Ուղղակի ներքևում տեսա ձեզ ինքն է։ Իմ համար չի։ Նարե, ես չգիտեմ ում համար է։ Սիրում ես։ Ընկերոս նշանածներ։ Պատերազմի օրերին թեկուզ անձրարի կամ ուսնանամ նամակներ էր ստանում։ Եկավ իսկ ընկերոյից փախավ։ Բայց ես կամ ուսնանա։ Չգիտեմ սիրում եմ թե չէ, բայց վստահ եմ, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ։ Այդ ինչ է։ Գժական զգացում։ Իջնենք։ Տղերք, ձեզնից շատերի հետ մասնակցել եմ տարբեր հանրահավաքների։ Ես գիտեմ, որ դուք ձեր կուսակցություններում, հատկապես երիտ թևերում, ունեք իշխանափոխության ձեր պատկերացումները։ Ու հենց դրա համար կրկնակի շնորհակալ եմ, որ այսօր իմ կողքին եք։ Դուք մարդկանց պիտի տանեք ձեր հետևից։ Ու կապ չունի շատ կլինեն, թե քիչ։ Երևանի պես փոքր քաղաքում 5 րոպեում 500 մարդը կարող է դառնալ 5000, 5000-ն էլ 50000։ Բայց մի պայմանով, եթե մարդիկ հավատան։ Ես հավանաբար ձերբակալված կլինեմ, բայց դուք X ժամի հրահանգ կստանաք, մնացած ամեն ինչը կախված է ձեզանից, ձեր վախերից ու ձեր մարդ տեսակից։ Ումից ենք հրահանգ ստանալու։ Ամենավերևից։ Հիմա ես կանհետանամ, բայց ոչ ոք, լսում եք, ոչ ոք չկասկածի, որ վաղը ինչ էլ լինի, ես կլինեմ փողոցում։ Ընդամենը 10 րոպե, որ դա ձերբակալված լինի։ Կամ դրան ձերբակալում եք, կամ ծաղադիմումներով իմ մոտ։ Դուք ինձ չզարմացրեցիք, պարոն վարչապետ։ Ես գիտեի, որ դուք դրան ընդունակ եք։ Առաջ խորամանկ էիք, պատերազմից հետո վաղկոտ բունկերներում թաքնվող, ընտրություններից հետո ինքնավստահ, պողպատե մանդատով, բայց միշտ ստախոս, փոքր, դաժան ու դավաճան։ Ինչ ստացաք մտնելով իմ անձնական կյանքը։ Ձեր աչքերում ես անբարոյական եմ։ Դա Աստված, որ օրերից մի օր ձեզ բաժին հասնի աշխարհի ամենաբարոյական կինը, պարոն վարչապետ։ Բոլոր իմ աջակիցներին, բոլոր պետական ծառայողներին, գյուղերից, քաղաքներից, մարզերից, դպրոցներից, ինստիտուտներից, բոլորին հավաքում ես։ Իմ տուն էին ներխուժել ձեր ամենահավատարիմ ֆանատները։ Հայրս ինձ պաշտպանեց։ Պաշտպանեց այնպես, ինչպես կարողացավ։ Նա ուներ ընդամենը հրացան ու պատվի զգացում։ Ես հրապարակը սպանդանոց սարքելու մասնակից չեմ դառնա, պարոն վարչապետ։ Դավաճանում ես։ Ամեն անգամ դուք ստիպում եք մեզ մի նոր կարմիր գիծ հատել։
Իմ նմանները դա անում են լավ հասկանալով, որ առաջինը հատելուց հետո կորցնելու բան չունեն։ Երևի է դա սխալը։ Հա, ձեզ հաջողվեց ինձ ցավ պատճառել։ Ձեզ հաջողվեց ինձ կոտրել։ Բայց ես նորից ոտքի կանգնեցի։ Ու այդպես լինելու է միշտ։ Ես ձայնագրում եմ այս ուղերձը, որովհետև վստահ եմ, որ կձերբակալվեմ։ Ինչպես խոստացել էի, այս հանրահավաքին կլինի Մի շատ կարճ ելույթ։ Եթե դուք հիմա դրսում եք, նշանակում է այն ամենը, ինչ ասում էին ձեր կամքի ու արժանապատվության մասին սուտ է։ Հայերը ունեն արժանապատվություն։ Հետևաբար հայկական հողերը երբեք չեն լինի թուրքական։ Երբեք։ Իսկ հիմա ամենակարևորը։ Դուրս շպրտեք դավաճաններին կառավարական շենքերից։ Ու եթե ամեն ինչ ստացվի, չմոռանաք ազատել ինձ։ Ուզածդ ինչ է, որ մարդիկ մեռնեն։ Չէ, պարոն վարչապետ։ Դա ձեր երազանքն է։ Ես ընդամենը չնահանջեցի։ Երկիրը ծախելու ձեր ճանապարհը լի է իրադարձություններով։ Երբ եք հասկացել, որ էլի ետդարձի ճանապարհ չունեք։ Որ ձեր ընտրությունը կարող է լինել մենակ այս սենյակի ու բանդի միջև։ Երբ պատերազմ հրահրեցիք, երբ Արցախը հանձնեցիք, թե ավելի ուշ, երբ սկսեցիք Գեղարքունիքն ու Սյունիքը։ Ձեր ֆանատները փախնում են, պարոն վարչապետ։ Փաստորեն նրանք պատրաստ չեն իրենց կյանքը տալ հանուն ձեր խոստացած ապագայի։ Իսկ ձեր падգամավորները ուր են։ Ուր են, դեռ ազգային ժողովում են։ Լկտի են։ Խիզախ, թե վախեցած։ Սրանց կտրի։ Դադարացրու այս ամեն ինչը։ Եթե չէ, ես քեզ կսատկացնեմ։ Հրապարակը մարդաշատ է, պարոն վարչապետ։ Փաստորեն ժողովրդի սերը ձեր հանդեպ ընդամենը միֆ էր։ Իսկ ուր է ոստիկանությունը։ Բանակը հրաժարվեց կատարել ձեր հրահանգները։ Ուր է ձեր պողպատե մանդատը, պարոն վարչապետ։ Ժամը քանիսն է։ Հասկացա։ Պարոն վարչապետ, ձեզ պետք է շտապ դուրս անել։ Զենք։ Պարոն վարչապետ, ես պարտավոր եմ ձեզ փրկել։ Ուրեմն զենք։ Պարոն վարչապետ։ Ինչքան եմ երազել տեսնել քեզ վախեցած, մերժված, ոչնչացված։ Առաջին անգամ ես զենք բռնում գերագույն գլխավոր հրամանատար։ Ապահովիչից անի, որ կրակի։ Հայ է վերջ։
ձեզ մենակ եք։ Ես Ալիսայի մոտ եմ եկել։ Շնորհավորում եմ։ Քո թիմում աշխատելու առաջարկը ուժի մեջ է, չէ՞։ Խաբեցիր։ Ընդամենը օգտագործեցի։ Այդպես մի նայի։ Ձեզ անծանոթ ոչ մի բան չեմ արել։ Ես համոզվեցի, որ քաղաքականությունը պոռնոգություն է։ Քաղաքականությունը ընդհանրապես հիմարություն է։ Եթե դրանով հիմարներն են զբաղվում։ Ու հա, դու ճիշտ ես։ Քաղաքականությունը պոռնոգություն է։ Եթե դրանով զբաղվում են պոռնիկները։ Չհասրեցի փոխվեմ։ Ոչինչ։ Համազգեստը քեզ շատ ես ասում։ Նստեմ։ Շատ սիրում եմ։ Գիտես, քանի անգամ եմ պարապել այս տեքստը, որ հիմա պատրաստվում եմ քեզ ասել։ Դու վաղ արդեն շրջապատված կլինես քո տիկնաբաներով, օգնականներով։ Դժվար հնարավորություն լինի ասել քեզ, որ Հայկ, ես իսկապես չգիտեմ իշխանությունը կփոխի իմ տեսակը, թե չէ։ Բայց եթե նույնիսկ թիկնապահներով ու օգնականներով շրջապատված լինեմ, միևնույնն է կմնամ քեզ անվերջ շնորհակալ։ Կամ չգիտեմ, եթե որոշեմ փախնեմ այս ամեն ինչից հեռու, ուղղակի հասարակ ու երջանիկ կին լինեմ, էլի կլինեմ քեզ անվերջ շնորհակալ։ Ես արդեն մեծ եմ։ Շատ բաներ եմ սովորել հասկանալու զգալ։ Խնդրում եմ հանկարծ մի օր ինձ սիրո խոստովանություն չանես։ Դու ուղղակի արժանի չես, որ զգացմունքներդ անպատասխան լինեն։ ինձ դեռ ոչ ոք սենց սիրուն չէր մերժել։ Բայց դու ոչինչ չես ասել։ Քեզ էլ ոչ մեկ չի մերժել։ Բարև ձեզ։ Դուք զանգահարել եք ինձ, այսինքն Նարեկին։ Գաղափար անգամ չունեմ, թե ինչի եք դա արել, բայց եթե ուզում եք, որ ձեզ հետ զանգեմ, ներկայացեք փոքրիկ ծնգոցից հետո։ Ասեմ անկեղծ։ Ես սկսեցի քեզ սիրահարվել շատ ավելի ուշ, քան համաձայնեցի ամուսնանալ հետդ։ Երևի հասկացա, որ շատ լավ տղա ես։ Դու հիմա Արցախում ես։ Քարտեզով նայեցի, իմ տնից ոչ շատ հեռու։ Չտխրես, որ քեզ ծաղիկներ չեն բերում։ Հիմա չենք կարող։ Այդպես ստացվեց։ Նարեկ խոստումներ չեմ տա, բայց չգիտեմ երբ, բայց հավատում եմ, որ մի օր կանեմ դա։ Հեռախոս տարազատներից չեմ տվել,
Որովհետև այն ավելի շատ ինձ է պատկանում։ Այնտեղ մենք ենք։ Մեր նկարները, մեր նամակագրությունը, մեր հեռախոսային սերը։ Ներողություն չեմ խնդրում։ Ես շարունակում եմ ապրել։ Սիրտը իմ դարավոր, արդեն 800 օր, բաբախում է, լոկցավ ու մորմոք։ Վիրավոր է հոգիս, պատերազմ է կողքիս, ինձ սպանել է ուզում ամեն ոք։ Ինձ ուզում են ասել, անիմաստ է սպասել, անիմաստ է կռվել, գործ չունես, բայց լեռներս են գոռում, կհաղթես այս կռվում, կհաղթես, դու ուրիշ ճաշ չունես, հորս պես իմաստուն, մորս պես անթերի, մի ծնող էլ իմ հողն է անգին, կսարքեմ ես նոր տուն, վիրավոր քարերից, ու նորից կբուժվիմ հոգին, կտնկեմ այգիներ, կունենամ որդիներ, որ դառնան ինձ թիկունք ու բանակ, մեր սրտին զարկ կտանք, կերքենք, կժպտանք, կունենանք սիրելու ժամանակ։ Հարազատ ազգական ու ընկեր իսկական ժպտացել են դեմքիս ու դավել, իսկ ես չեմ չարացել, խաչս չեմ ուրացել, բան չունեմ իմ պատվից առավել։ Մեզ փորձել են փակել և վճիռ են դակել, որ ջնջեն բոլորիս մեկ առ մեկ, բայց անցյալն է գոռում, կհաղթեք այս կռվում, կհաղթեք, դուք ուրիշ ճաշ չունեք, հորս պես իմաստուն, մորս պես անթերի, մի ծնող էլ իմ հողն է անգին, կսարքեմ ես նոր տուն, վիրավոր քարերից, ու նորից կբուժվիմ հոգին, կտնկեմ այգիներ, կունենամ որդիներ, որ դառնան ինձ թիկունք ու բանակ, մեր սրտի զարկ կտանք, կերքենք, կժպտանք, կունենանք սիրելու ժամանակ։ Մորս պես իմաստուն, մորս պես անթերի, մի ծնող էլ իմ հողն է անգին, կսարքեմ ես նոր տուն, վիրավոր քարերի, ու նորից կբուժվիմ հոգին, կտնկեմ այգիներ, կունենամ որդիներ, որ դառնան ինձ թիկունք ու բանակ, մեր սրտի զարկ կտանք, կերքենք, կժպտանք, կունենանք սիրելու ժամանակ, մեր սրտի զարկ կտանք, կերքենք, կժպտանք, կունենանք սիրելու ժամանակ, մեր սրտին զարկ կտանք, կերքենք, կժպտանք, կունենանք սիրելու ժամանակ։